Ժորժյան։ Նախ ես դրա համար էի փրփռում, կներեք արտահայտությունը, երբ որ մարդիկ առանց մտածելու մտնում են եւ Իսրայել են քլնգում։ Ես էլ եմ ասում, ինչ որ եղել է, մեզ էլ առաջարկվել, մենք չենք օգտվել, մենք եղել ենք ռասաստրուկ։ Մենք օգտվեինք, այսօրին չենք լինի։ Հիմա Իսրայելը որպես հիմնական առաջիկա տասնամյակներում, ասում չգիտեմ, անգամ համարում են, որ Իրանից ավելի մեծ վտանգ կարող է դառնալ Թուրքիան։ Եվ այս իմաստով Հայաստանի համար ավելի լավ դաշնակից պատկերացնելը դժվար է։ Երկրորդը, դուք տեսեք ԱՄՆ-ն ինչպես է խոսում Իսրայելի մասին, որ իրենք այնպես են կարողանում պաշտպանվել, մի բանը մեզ օգնում են։ Իդեպ ես զարմացած եմ, որ ինքը այս անգամ Ֆորդոյի եւ Իրանի հարվածների ամբողջ դափնիները իրեն չվերցրեց, այլ նաեւ ընդգծեց, որ դա Իսրայելն է արել։ Մեր քիչ օգնությամբ ասում է։ Եվ հիմա էլ ասում է մենք էլ ավելի մեծ հնարավորություններ ենք տալու Իսրայելին, գիտեք ինչի, որտեղ մենք այսօր չենք անդրադառնալ դրան, բայց Թուրքիան ահավոր ակտիվացել է, քրդերին արդեն ոչնչացնում են կամաց, հետո Իսրայելը սպասում է դրուզներին պահը եբ գա, որտեղ դրուզների հանդեպ ինքը պարտավորություն ունի, եւ երբ որ հասնեն դրուզներին, Իսրայելը կարող է հիմա Սիրիայի հետ մտնի պատերազմի մեջ, որովհետեւ այդտեղ արդեն անմիջական իր սահմանի պահնակալի։ Քրդերին ենթադրում եմ իրենք լավ կրվողներ են քրդերը, կակտիվացնեն, ինձ թվում է զենքի եւ բանի։ Թրամփը փորձեց շատ չսրել, բայց ասեց մենք կփորձենք պաշտպանել քրդերին, բայց ամենակարևորը Իսրայելին այնքան են զինելու, որպեսզի ինքը նաև կարողանա դիմակայի Թուրքիային նաև։ Եվ նաև Իսրայելի դերը Ամերիկայի համար նկատեցիք ոնց էր խոսում Թրամփը Իսրայելի մասին։ Դա ամենամտերիմ դաշնակիցն է Միացյալ Նահանգների։ Եվ հարց. անգամ եթե շատերդ ինչ որ անձնական խնդրեմ ունեք, խնդիր ունեք Իսրայելի հետ, որքանով խելացի է այս պահին Հայաստանի համար։ Ասենք դուք հասկանում եք, որ Տրամփին զեկուցում են, ասում են Հայաստանում հակասեմիթականություն է տարածվում։ Ասենք հասկանում ես ինչ կարգի պետքա քո պետությունը չսիրես կամ չհասկանաս ինչա պետությունը, որ այս պահին չհասկանաս, որ հիմա էլ քո համար է առիթ ստեղծվե, հիմա էլ դու կարաս Իսրայելից տեխնոլոգիաներ ստանաս։ Կյանքը այդպես է։ Իսրայելը որևէ պայմանագիրի տարբերություն Ռուսաստանի չի կնքել Հայաստանի հետ, Իսրայելը որևէ պարտավորություն չի ունեցել Հայաստանի հանդեպ, Իսրայելը եկել ասել է Իրանը ուզում է ինձ ոչնչացնի, որ մեկը տեք ինձ օգնում։ Ադրբեջանը ասել է ես, Հայաստանը ասել է ոչ։ Իսրայելը ասել է հենց նամիջուկային զենք ունեցավ, առաջինը ես ոչնչանում եմ, ես չեմ կարող թողնել, որ ես ոչնչանամ, ես պետք է իմ շահերը պաշտպանեմ։ Որը տեք ինձ օգնում։ Ադրբեջանը ասել է ես։ Հիմա Իսրայելը ասում է Թուրքիան իմ գլխավոր թշնամին է դառնում, որը տեք ինձ օգնում։ Դրա համար այդ ժեստերը չկրկնեմ։ Սկսած Նեթանյահուի հայկական բլոգերի մոտ գնալը եւ ցեղասպանությունը ճանաչելը։ Սկսած վերջին շփումները, որ էլի ակաշներից բռնած տանում են, ասում են ձեզ պետքա գնացեք շփվեք, հա։ Իսրայելի պահը սա դիվանագիտություն է։ Սիրենք, չսիրենք, ուզենանք, եթե մենք ուզում ենք կենսունակ պետություն լինենք, մենք պետքա լավագույն տեխնոլոգիաներ եւ լավագույն հնարավորություններ ունեցող եւ կարեւոր երկրների հետ համագործակցենք։ Ոչ մեկս չենք պատկերացնում, անգամ ես մեկ չեմ պատկերացնում, թե ինչ կարևոր նշանակություն ունի Իսրայելը ոչ միայն Ամերիկայի, այլև Եվրոպայի համար։ Երբ որ բալաբոլները մտնում էին եթեր, ասում են Մակրոնը էս ասեց Իսրայելի մասին, լոճո, Մերցը էս ասեց, Մերցը առաջինը վազեց Իսրայելի հետ նորից ռազմական պայմանագիր կնքեց, բացատրում ենք, ասում ենք մի նայեք, եվրոպացիք իրենց փոքր մուսուլմանական կամ արդեն մեծացող մուսուլմանական ընտրազանգվածի համար են անում։ Իսրայելը փրկություն է Եվրոպայի համար։ Ընդեղից որ պային հանես Իսրայելը, արաբները որ պային միավորվեցին, առաջինը Եվրոպային է սպառնալիք լինելու։ Ենթադրենք, եթե օրինակ ինչի ժամանակին ոչնչացրեցին Սադամին, որտեվ Սադամը, Քադաֆին ուզում էին միավորվեն եւ մեծ սպառնալիք դառնային աշխարհի համար։ Եթե դրանց այն ժամանակ հարցերը չլուծեին, Աստված գիտի թե մենք հիմա ինչ օրնենք, նավթի գներն էին ուզում վերցնեին իրենց ձեռքը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ոչ միայն Եվրոպայի, նաեւ Հայաստանի համար։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ Իսրայելը դա կարևորագույն, չգիտեմ, ռազմավարական նշանակություն ունի եւ արևմտյան ամբողջ կիսագնդի համար, որpիսի մենք բոլորս հասկանանք։ Եվ երբ որ ամերիկյան դեսպանատունը զեկուցում ասում է Հայաստանում հակասեմիթական եւ խայտարակ հակաիսրայելական արշավա գնում եւ ընդ Տրամփին զեկուցում են։ Դուք հասկանում եք մեր ազգի մասին ինչ պատկերացում են կազմում։ Ոչ մեկ չի խոսում, որ Չինաստանի զենքերով են սպանել հայերին։
Ոչ մեկ չի խոսում, որ բելարուսական զենքերով են սպանը, մեծ մասը ռուսական զենքեր ա եղել։ Մի երկու հատ անօթաչու են տեսել իսրայելական առավոտից իրիկուն Իսրայել են անում հատուկ Ռուսաստանը ամենաշատ զենքն ա վաճառել, բայց ռուսական ռոպագանդան ձեզ հատուկ մոլորեցնում է, որպեսզի գիտեք ինչ են անում դա, որպեսզի դուք մոռանաք, որ գլխավոր մեղավորը Ռուսաստանն է, որպեսզի դուք մոռանաք, որ առանց ռուսական Դաբրոյի Ադրբեջանը չէր հարձակվի, առանց Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորության Ադրբեջանը չէր հարձակվի, ուզում է հազարատ Իսրայել ընդեղ լիներ։ Դաբրոն տվել է Պուտինը եւ հատուկ Իսրայել են շեշտում առավոտ չեն ասում, որ իտալական զենքել ա եղել, սլովակական զենքել ա եղել, սերբական զենքել ա եղել, բայց առավոտից իրիկուն Իսրայել են ասում։ Ինչու՞։ Որովհետեւ ոնց որ ասում են ամեն ինչում Բրիտանիան է մեղավոր, գործակալները ռուսական։ Հիմա ռուսական գործակալները ասում են ամեն ինչում կամ մոլորյալ բալաբոլները ասում են ամեն ինչում Իսրայելն է մեղավոր։ Ինչու՞։ Որ դուք մոռանաք, որ Պուտինն է մեղավոր ամեն ինչում։ Հասկանում եք, որ մեր դժբախտությունը իհարկե առաջերտին մենք ենք մեղավոր, մեր խելքից, դա չի խոսվում, բայց սա հատուկ տեխնոլոգիա է, որը կիրառվում է, որովհետև ամեն պետություն ունի իր աշխարհը, եթե դու չես հասկանում իր շահը, եւ ասում ես չէ, ինձ ռուսը կփրկի։ Այդ լրիվ էր անեկդոտն է, գիտեք, որ ես ասել եմ ձեզ, դա այն եթե նոր որ բացվել էր արիքը այդ անեկդոտն էի պատմում, երբ որ մեկը շատ խորը հավատացյալ մի օր նավագնացությանը գնում, նավը խորտակվում է, ինքը միայն ինքն է կենթանի մնում, ինչ որ մի հատ փայտի կտորից բռնված, ասում Աստված ջան, ես գիտեմ, այդքան աղոթել եմ, սաղ կյանքս հավատացյալ եմ եղել, դու ինձ կփրկես, մի հատ նավակ է գալիս, ասում է աղբեր ջան, արի բարձրացի գնանք, ասում է չէ, ես Աստված է ինձ փրկելու։ Ու տենց 3 անգամ ասում է Աստված է ինձ փրկելու, վերջում խեղդվում է, գնում է Աստծո մոտ, ասում է բայց ինչի չփրկեցիր, ես քեզ այդքան հավատում եմ, ասում է տղա ջան, 3 հատ նավակ հետևիցդ ուղարկեցի։ Հիմա մենք ենք, հասկանում եք, մենք այդ նույն տրամաբանությամբ ենք ապրում։ Ռուսները մեզ կփրկեն, տեսանք ոնց փրկեցին։ Հիմա ասում եմ, ես դեմ չեմ որ վաճառելա, ես դեմ չեմ որ սխալ բան արե, ես էլ եմ դա դատապարտում, բայց մենք պետքա ռեալ պոլիտիկին նայենք այսօրվա աշխարհում։ Մենք պետք է հասկանանք, որ դա միայն Իսրայելի մեղք չի, դա մեր մեղքն է առաջին հերթին, որ այդպես է ստացվել։ Մեր դիվանագիտություն չունենալու, մեր ուղեղները չաշխատացնելու, մեր ռուսահպատակ կոռումպացված լինելու, մեր ընդհանրապես մենթալիտետի պատճառով է այդպես եղել։ Եվ մենք միշտ սկսում ենք մեղավորներ ման գալու առաջին հերթին չնայելով, թե մենք ինչ պետք է անենք, որ դա տեղի չունենար։ Հիմա Հայաստանի հետ մոդելն այսպեսին պետք է լինի։ ԱՄՆ-ն պատրաստ է զինի, ԱՄՆ-ն ուզում է ունենալ այնպիսի դաշնակիցներ, որոնք ունակ են իրենց պաշտպանելու եւ առանձնապես շատ, այսպես ասում, ոնց ասեմ, տեսակ, Իսրայելը ինչքան անհանգստացեց Ամերիկային, թեթև։ Այ ինքն էլ է ասում, մենք ձեզ ամեն ինչ տալիս ենք, մենք քեզ կտանք տեխնոլոգիաներ, կտանք հնարավորություններ, ներդրումներ կանենք, բայց դուք մի կերեք ձեր սեփական երկիրը, դուք մտածեք ձեր երկրի մասին, դուք ունեք արժեքներ, ուրեմն այդ արժեքներին համապատասխան շարժվեք, ստեղծեք այնպես, որ մենք ձեզանով հիանանք, որպես դաշնակից։ Խոսքը սրա մասին է, ոչ թե փոխտանք լափեք, ասենք ոչ մի բան չստեղծեք 30 տարում կամ չգիտեմ եւ այլև շարունակ, հետո սկսեք մեղադրել մեզ։ Ոչ, այդպես չի լինում։ Մենք ձեզ տալիս ենք հնարավորություն, դուք ինքներդ ձեզ պաշտպանեք։ Մենք ամեն ինչ կանենք, որ դուք ունենաք ժամանակակից։ Իսրայելը օգտվեց այդ հնարավորությունից։ Ամերիկան ոչ մի անգամ չի գնացի Իսրայելի փոխարեն, չի կռվել, Ժորժ ջան։ Որ այդ բանն էլ հանեք, ով է գալու մեր տեղը կռվելու, ոչ մեկ։ Մեր տեղը ոչ մեկ չի գարու կռվելու։ Լավագույն բանը որ մենք կարող ենք անել, այնպիսի դաշնակից լինեն, որ մեր տարածքում բերեն ռազմական բազա դնեն կամ միջազգային ուժեր բերեն տեղակային, որովհետեւ մենք ավելի ապահով զգանք։ Իսկ սովորաբար դաշնակիցը պետք է ինքն իրան կարողանա պաշտպանի, ոչ միայն ինքն իրան կարողանա պաշտպանի, այլ նաև համոզի մյուս դաշնակցին, որ դու պետք է շարունակես ինձ տեխնոլոգիաներ ուզենք տաս, որտեղ ես ինքս ինձ կարողանում եմ ու փոխտաս, որտեղ ես ինքս ինձ կարողանում եմ պաշտպանել, չեմ լափում, ստեղծում եմ մի բան է կարամ Իսրայելը այսօր տեխնոլոգիաները տալիս Միացյալ Նահանգներին փոխադարձ, որպեսզի դուք հասկանաք, բայց ամբողջ իսրայելական ռազմարտությունաբերությունը զարգացել է, դուք ձեզ թվում է թե Իսրայելը միջուկային զենք է ստեղծել առանց ԱՄՆ-ի օգնությամբ, իհարկե ոչ։